Երբ խոսում ենք հաջողության մասին, չպետք է մոռանանք դասեր քաղել ձախողումներից։ Ինչու են AI փոխակերպման նախագծերի մեծ մասը ձախողվում եւ ինչպես խուսափել այդ թակարդներից։ Այս կարևոր թեմայով իր փորձով կկիսվի Galaxy Group-ի ռազմավարության եւ նորարարությունների տնօրեն Էդգար Կարապետյանը, ձեր ծափահարություններով։ Ողջունում եմ բոլորիդ այստեղ, ուրախ եմ, որ ձեր շաբաթ օրը տրամադրել եք սովորելուն, կրթվելուն, նոր բանի մասին իմանալուն, եկել ենք կիսվենք փորձով ձեր հետ։ AI-ը խայբ է, բոլորը ուզում են AI-ներ դնեն, բայց դեռևս քչերի մոտ է ստացվում, ինչի է դա այդպես, փորձելու ենք այսօր հասկանանք։ Ամենաառաջի հարցը, որը որ ցանկացած բիզնես պետք է տա իրեն AI-ը փորձելով ներդնել իր բիզնես process-ներում, դա արդյոք ինքը պատրաստ է։ Արդյոք պատրաստ է բիզնեսը այդ AI գործիքները կիրառել, AI գործիքները ներդնել իր ամենօրյա գործունեության մեջ։ Մի հետազոտություն է այսպես BCG-ին, ամբողջ գլոբալ աշխարհով խոշոր կազմակերպությունների շրջանում, թե ովքեր են կարծում, որ իրենք պատրաստ են AI իմպլեմենտացիային եւ որոշակի ցուցանիշներով գնահատել է, թե արդյոք իրենք իսկապես պատրաստ են, թե չէ։ Եվ բաժանել է ընկերությունները 4 հիմնական խմբերի։ 25% այդ ընկերությունները գտնվում են հետնապահների ցանկում, այսինքն այս են ընկերություններն են հիմնականում, որ ասում են այդ AI-ը թազա թիթիզ բաներ է, մենք դրա հետ գործ չունենք, մեր բիզնեսը տրադիցիոն, հին ձևերով, ինք մեկա ոչի բան չի փոխվելու մեր մոտ եւ այն եւ այն։ Այդ բիզնեսներն են, որոնք որ հետ են մնում։ 49%-ը այդ այն բիզնեսներն են, որոնք որ խոսում են AI ներդնելու մասին, ասում են, որ հա պետք է ներդնել, պետք է անել AI-ը, մենք փորձում ենք հասկանանք, որտեղ կարելի է։ 22%-ը դրանք բիզնեսներն են, որոնք արդեն որ տեստավորել են որոշ AI գործիքներ եւ արդեն փորձում են այդ AI գործիքները մասշտաբայնացնել եւ ընդհանրապես 4%-ն է բիզնեսների, որոնք որ կարողացել են AI գործիքները մասշտաբայնացնել։ Ինչ ազդեցություն է ունենում բիզնեսի վրա, երբ որ այդ AI գործիքները դու մասշտաբայնացնում ես, իրականում 50% դրա ազդեցությունը, ուղղված է հենց, то есть 50%-ով աճում է օրինակ կազմակերպության շահութաբերությունը, հենց AI գործիքների օգտագործման միջոցով։ Դա եւ խնայողություններ է բերում բիզնեսին, եւ վաճառքի աճ է բերում բիզնեսին։ Այսինքն այն բիզնեսները, որոնք որ կարողացել են արդեն մասշտաբայնացնեն իրենց գործունեության մեջ AI-ը, իրենք կարողացել են 50%-ով ավելի շատ շահույթ ապահովեն իրենց, կարողացել են 60%-ով բարձրացնել բաժնետերի շահութաբերությունը, այսինքն դիվիդենդներ վճարել եւ այն եւ այն։ Այսինքն կարող են շատ մեծ արդյունքներ լինել, բայց ինչն է խնդիրը, որ այդ բիզնեսները, մեծամասնությունը բիզնեսների գտնվում են այն փուլում, երբ որ դեռևս AI-ը չեն ներդրել իրենց մոտ։ 3 հիմնական պատճառ կա այստեղ։ Առաջինը դա ստրատեգիայի բացակայություն։ Այսինքն փորձում են AI գործիքները դնել այնտեղ, որտեղ որ լսում են, ինչ որ ստեղ կարելի է կիրառել, ստեղ կարելի է կիրառել, այս մյուստեղն ենք եկեք կիրառենք, փորձենք տեսնենք ինչ է ստացվում։ Այսինքն սիստեմավորված կերպով չկա ստրատեգիական մոտեցում, որտեղ կարելի է դնել։ Երկրորդ խնդիրը դա հավերժ պիլոտներն են, կամ այսպես կոչված պիլոտների թակարդն է, երբ որ դու անընդհատ նոր AI պիլոտ ես անում ինչ-որ մի բան քո մոտ, եկեք մի հատ փորձարկենք, տեսնենք ստացվում է, ու ինքը տենց մշտական պիլոտ էլ մնում է, այսինքն չի մտնում քո ամբողջական բիզնես process-ի մեջ։ Եվ երրորդ խնդիրը դա ինչքան էլ շատ տարօրինակ թվա մեզ, դա ավտոմատացումն է։ Այսինքն բիզնեսները ուղղակի ավտոմատացման մի գործիքը փոխարինում են ավտոմատացման մի այլ գործիքով։ Իսկ AI-ի ներդրումը ինքը ենթադրում է ոչ թե ինչ-որ մի բանի ավտոմատացում, այլ ենթադրում է քո ամբողջ բիզնես process-ի փոփոխություն։ Այսինքն հին բիզնես process-ի վրա ինչ-որ մի կտորը AI-ով փորձում են ավտոմատացնել։ Իսկ ինչ հարցում էին նաև կատարել կազմակերպության ղեկավարների միջև, արդյոք իրենց
աշխատակիցները իրենց կարծիքով պատրաստ են թե չէ։ Մենեջերների կարծիքով, հա, իրենց աշխատակիցները պատրաստ չեն AI-ով աշխատելու։ Դա մոտավորապես մենեջերների 1/3-ն էր ասել, 30%-ը։ Իսկ հենց իրենք աշխատակիցների 60%-ն էին ասել, որ իրանք պատրաստ են կիրառել իրենց գործում AI, եթե իրենց թույլ տան օֆիցիալ կիրառել AI։ Եվ մի հատ երկու հատ իրականություն ունենք իրականում ստեղ։ Իրականություն, երբ որ բիզնեսի ղեկավարները ասում են մենք հələ պատրաստ չենք, մեր աշխատակիցները պատրաստ չեն, հա, պետք է իրանց train անենք, սովորենք, եւ իրականություն, երբ որ իրականում աշխատակիցը օգտագործում է AI-ի աշխատավայրում, բայց ղեկավարությունը դրա մասին չգիտի։ Աշխատակիցները եւ մեյլերն են AI-ով գրում, եւ AI-ին լիքը բան են հարցնում, եւ կազմակերպության լինքը ինֆորմացիաներ են տալիս AI-ին, այն ինչ որ վախենում են մենեջերները շատ դեպքում, որ այ մեր կազմակերպության տվյալները կարտահոս են։ Իրականում աշխատակիցները դա արդեն անում են, դրա մասին ուղղակի մենեջերների մեծամասնությունը դրա մասին ուղղակի տեղյակ չեն։ Հա? Այսինքն, ինչքան շուտ մենեջմենթը տեղյակ լինի, որ պետք է AI կիրառել եւ ինչքան շուտ ներդնի այդ ամեն ինչը, այնքան շուտ ինքը այդ նույն խնդիրները կլուծի, տվյալների արտահոս եւ այն եւ այն, որտեղ արդեն կսկսեն օգտագործել սեփական գործիքները։ Բայց ինչ խնդիր ունենք։ Ընդամենը AI պիլոտների 15-ից 20%-ն են, որ իրականում մտնում են բիզնեսի գործընթացի մեջ։ Այսինքն մնացած 80%-ը պրոյեկտների fail են լինում։ Որն է այդ fail-ի պատճառը, ինչի այդ տեստավորումները, AI-ի պիլոտները եւ այլն չեն ներդրվում ամբողջությամբ բիզնես գործընթացի մեջ։ Պատճառները բաժանել են մի քանի մասի։ Հա? Իրականում պատճառների ցուցակը շատ են, բայց եթե մենք փորձենք դա դասակարգել որոշակի հատվածում, խնդիրների 10%-ը կապված է հենց AI-ի սխալ աշխատելու հետ։ Ինչ որ ալգորիթմերն են սխալ եղել, սխալ արդյունք են ստացել եւ այլն, տարբեր բաներ, հա։ Այսինքն մոդելները լավ չեն աշխատել, դատա տվյալ չկա եւ այլն։ 20%-ը դա տեխնոլոգիական խնդիրներ են եղել։ Հա, այսինքն խնդիրներ, որոնք որ պայմանավորված են տեխնոլոգիաներով, հա։ Ինտեգրացիայի դժվարացում գոյություն ունեցող IT համակարգերի հետ, բյուջետային սահմանափակում, հա, անվտանգության խնդիրներ, կիբերանվտանգության եւ այլն։ Իսկ մնացած խնդիրների 70%-ը, խնդիրների 70%-ը մարդկային գործոնն է եղել։ Այսինքն fail-ը եղել AI-ի ներդրումը մարդկանց պատճառով։ Այսինքն մեր արդեն ոնց որ վերջի տասնամյակների զարգացման ընթացքում առաջի անգամ խնդիրը ոչ թե տեխնոլոգիաներն են, այլ մարդիկ են։ Հա, այսինքն ոչ թե տեխնոլոգիաներն են վատ աշխատում, լավ չեն աշխատում, այլ մարդիկ են խնդիրը խոչընդոտներ ստեղծում, դժվարություններ ստեղծում։ Որոնք են հիմնական խնդիրները։ Այն ուղղությամբ, որոնց վրա որ պետքա բիզնեսը աշխատի։ Խնդիրների 20%-ը դա տվյալներ եւ ինֆրաստրուկտուրան է։ Ամենակարևոր Հայկն էլ էստեղ նշեց, դա ինչ տվյալներն ենք մենք օգտագործում։ Եթե որպեսզի հասկանանք ավելի պարզ, հա, բոլորդ գիտեք, AI-ը ինքը աշխատում է այն տվյալների հետ, որը որ դուք իրեն տալիս եք։ Եթե ինքը պետքա ձեր բիզնեսը վերլուծի, ապա ինքը վերլուծում է այն ինֆորմացիան, որը որ դուք իրեն տալիս եք։ Եվ եթե դուք սխալ ինֆորմացիա կամ վատ որակի ինֆորմացիա եք տալիս, համապատասխանաբար արդյունքն էլ վատնա լինելու, garbage in, garbage out տարբերակով է, հա, այսինքն եթե աղբեք ներմուծում, ինքը աղբել ձեզ վերջում տալիս է։ Կարևոր ինֆորմացիա, ինչ տվյալներ եք ձեր մոտ օգտագործում եւ ոնց կարելի է մի քիչ խոսանք այդ տվյալների մասին, թե ինչպես կարելի է տվյալները բարելավել եւ ինչպես կարելի է տվյալների որակի մասին տեղեկատվություն հասկանալ, թե չէ։ Մեսպիսի իմ գործունեությունից փորձից մեսպիսի պատմություն պատմեմ։ Մեր բիզնեսներից մեկում փորձում ենք վերլուծություն կատարել, հասկանալու համար մեր խանութների ցանցի
արդյունավետությունը ըստ խանութների, հա, մասնաճյուղերի, այսպես ասած։ Եվ երբ որ մենք հասանք այն հատվածին, որ մենք փորձում էինք հասկանալ, թե որ խանութն է ամենաարդյունավետը, մենք հանդիպեցինք մի խնդրի հետ, երբ որ ուղղակի չունեինք բավական տվյալներ, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ գնահատել, թե ինչն է եղել պատճառը։ Հա, եւ AI-ին, երբ որ քո տվյալները տալիս ես AI-ին եւ փորձում ես խոսել իր հետ, հարցնել, արդեն հարցեր տալ, թե ինչն է խնդիրը, օրինակ, որն է եղել այս մասնաճյուղերից աճի ֆակտորներից մեկը։ Հա, ամենահետաքրքիրը տվյալների հետ, որ դու լավ տվյալներ ունես, այնա, որ դու կարողանում ես տվյալների հետ խոսել։ Հարցեր ես տալիս քո տվյալների վերաբերյալ։ Տվել էինք մասնաճյուղային ցանցի տվյալները եւ հարց էինք տվել, օրինակ, որն է եղել այս կոնկրետ այս մասնաճյուղի աճի, տեսել ենք ստատիստիկայով, որ ինքը աճել է մնացածի համեմատ ավելի շատ։ Հարց էինք տվել, թե որն է եղել աճի հիմնական ֆակտորներից մեկը։ Բնականաբար ինքը պատասխանը տալիս է այն տվյալների հիման վրա, որը որ դու ունես։ Ինքը ասում է, օրինակ, աճել է այս ապրանքատեսականին, այս ապրանքատեսականի վաճառքը, այս նոր ապրանք ես ոնց որ թե ամենահետաքրքիր բանը որն է ինքը իդենտիֆիկացրած է, ոնց որ թե նոր ապրանք ես ներմուծել այստեղ, հա, նոր վաճառքի կետը ավելացել, որը որ ապահովել է քո աճի մեծամասնությունը։ Այդ ասում ես, օքեյ, նոր ապրանք ա եղել, նոր աճ ա եղել, բայց հետո փորձում ես ներքև իջնես, հարցնես, իսկ որն է եղել աճի ֆակտորը, ինքը այդ ինֆորմացիայի տվյալները չունի։ Բայց մենք գիտենք, որ օրինակ այդ մասնաճյուղում նոր մենեջեր ա եկել, որը որ ավելի լավ է կառավարում եւ այլն։ Բայց ինքը այդ ինֆորմացիան չի տիրապետում եւ չգիտի ոնց է օրինակ արդյունավետությունը բարելավել։ Քո մասնաճյուղերում ոնց է բարելավել կառավարման արդյունավետությունը։ Երբ որ մենք եւս մի տվյալ ավելացրեցինք, ընդամենը HR-ից խնդրեցինք, մեզ տվեց հերթափոխի գրաֆիկները ըստ բոլոր մասնաճյուղերի, հա, ինչ հերթափոխով են աշխատել աշխատակիցները։ Այդ ինֆորմացիան տվեցինք AI-ին, հա, ինքը վերլուծեց այդ տվյալները, ասեց վերջի 6 ամսվա կտրվածքով այս հյուսիսայինի հերթափոխի գրաֆիկը ամենաարդյունավետն է մյուսներից։ Հա, այսինքն կառավարման արդյունավետությունը ինքը տեսավ հերթափոխի գրաֆիկի կազման եւ համեմատելով ուշացումների այդ քարտը որ չտեսնում են այդ գրաֆիկի հետ։ Հա, այսինքն կառավարման արդյունավետությունը մի եւս աղբյուր հասկացանք։ Իսկ լավ, իսկ ոնց գնահատել սպասարկման որակը, ինչ տվյալ կարելի է դնել սպասարկման որակի համար, հասկացանք, որ մեզ պակասում է տեղ տվյալ սպասարկման որակի վերաբերյալ։ Կազմակերպեցինք հետազոտություն բոլոր մասնաճյուղերում, այդ այսպես կոչված գաղտնի գնորդ, հա, գաղտնի հաճախորդ բանով, բոլոր մասնաճյուղերում կազմակերպեցինք հետազոտություն եւ այդ տվյալներն էլ տվեցինք AI-ին։ Եվ հիմա ինքը ամբողջական, ամբողջ ցիկլով կարողանում է վերլուծություն տա ֆինանսական արդյունքներից, վաճառքներից, հա, աշխատակիցների հերթափոխային աշխատանքից, սպասարկման որակից եւ կարողանում է բացահայտել որոնք են եղել աճի ֆակտորները այս կամ այն մասնաճյուղում, այս կամ այն տեղ։ Անմիջապես դու իդենտիֆիկացնում ես, որ ստեղ դու խնդիր ունես կառավարման։ Ասում է քո ամենա բանով լեգինգ, հա, հետ մնացող մասնաճյուղերը սրանք են։ Հարցում ես, իսկ ո՞րն է պատճառը այդ հետ մնալու։ Ինքը բերում է հետ մնալու պատճառը հետեւյալն են, հա։ Կառավարման վատ որակ, որովհետև տեսնում ենք հերթափոխեր, ուշացումներ եւ այլն, հա, սպասարկման որակի վատ, գնահատական հաճախորդների կողմից եւ որպես արդյունք ինչ վաճառքների անկում։ Ու դու կարողանում ես այդ ամեն ինչի հետ մեկտեղ գնահատել այդ արդյունավետությունը։ Հիմա դու հասկանում ես, որտեղ դու կառավարման խնդիր ունես, ոչ թե որ մենեջերը ասում է, գիտեք ինչ, ստեղ կողքը շինարարություն է գնում, մարդիկ չեն գալիս, այն հարևանը բանը գիշերը երաժշտություն է միացնում, ստեղ են բանը աշխատողները զուգարան չունեն, չեն կարողանում գնան, այնտեղ են խնդիրն է, այսինքն այն 150 պատճառները, որը որ մասնաճյուղի ղեկավարը բերում է որպես հիմնավորում, ինչի չի վաճառքները աճում, հա, դու հասկանում ես, որ իրականում չկա այդ պատճառներից ոչ մեկը, այդ ցուցակում, որը որ իրականում կա։ Դա ընդհանրապես կառավարման արդյունավետության խնդիր է։ Երբ որ այդ մենեջերին հանում ես աշխատանքից, դնում ես այլ մենեջերը եւ տեսնում ես, որ այդ խնդիրները լուծվում են, քո վաճառքը սկսում է աճել, հասկանում ես, որ դու որոշումը կայացրեցիր ինչի հիման վրա մի անալիտիկայի, որը որ
մեկ մարդը պետք է նստել ամիսներով, Excel շիթերով եւ այլնով նստել վերլուծել, որովհետեւ կարողանար այդ ինֆորմացիան ստանալ։ Դու այդ ամեն ինչը արեցիր ընդամենը ճիշտ տեղեկատվություն իրեն տալով եւ ընդամենը տվյալների հետ ճիշտ խոսալով, ճիշտ հարցեր տալով քո տվյալներին։ Դրա համար տվյալները ամենակարևոր աղբյուրն են նրա թե ինչ մենք կարող ենք իմանալ մեր բիզնեսի մասին։ Ու այդ տվյալները ցանկացած տվյալներ, օրինակ վերջերս այսպեսի վերլուծություն արեցի, ուղղակի այդ HDM-ն, որ չեկերա տպում, չէ՞, հա, մեջը ինֆորմացիա կա, չէ՞, սովորաբար էդի կպնում այն ինչ-որ հաշվապահական ծրագրի, տեղից մի հատ թիվ է վերցնում։ Իսկ դու վերցրեք այդ HDM-ի բոլոր տվյալները, այսինքն HDM-ն ինքը լիքը ինֆորմացիա պարունակում, այդ տպող սարքը, այդ որ տպվում է այդ HDM բանի վրա, կտրոնի վրա։ Այդ տվյալները, որը որ պահպանվում է HDM սարքի մեջ, ուղղակի վերցրեք raw ձևով առանց մշակելու։ Հա, ասենց splash-նոյ տվյալներով տվեք AI-ին։ Ու տեսեք ինչքան ինֆորմացիա ինքը կարա ձեզ տա, ավելի շատ քան ձեր հաշվապահը մի ամիս նստելով այդ պլյուս մինուս անելով։ Այսինքն տվյալները եւ տվյալների ճիշտ օգտագործումը ամենակարևորն է։ Ինչ տվյալ ունենում եք, կարող եք օգտագործել։ Ցանկացած տեղ ոնց որ մի մեգաբայթ ինֆորմացիա գեներացվում, այդ մի մեգաբայթ ինֆորմացիան կարելի է AI-ին տալ եւ հասկանալ ինչ կարելի է տեղից օգտակար բան ստանալ։ Տվյալների հասանելիությունը այդ ամենակարևոր ֆակտորներից մեկն է, գործոններից մեկն է։ Մի փոքր տվյալների մասին խոսենք, հա։ Տվյալների գնահատման համակարգ իրականում գոյություն ունի, որակը ձեր տվյալների գնահատման, ինքը կոչվում է Fair Data Principles։ Եթե դուք բոլոր այս պրինցիպներով հետևեք, դուք այնպիսի ընտիր տվյալների դատա կունենաք, որ կարողանաք աշխատացնել ցանկացած AI այդ տվյալների վրա։ Ինքը 4 հիմնական մանից է կախված, հա։ Findable, այսինքն տվյալները իրանք պետք է հնարավոր լինի հեշտ գտնել։ Հա, այսինքն այն տեսանկյունից, որ օրինակ դու ուզում ես գտնես այս մասնաճյուղի, ով է այս մասնաճյուղի այսին ժամին աշխատել այդ պաշտոնին, հաստիքին։ Հա, դու պետք է կարողանաս շատ հանգիստ այդ տվյալները search անելով կարողանաս գտնես։ Իսկ դա ինչ է նշանակում, search անելու համար քեզ metadata է պետք։ Այսինքն metadata տվյալներ, որոնք որ կապում են տվյալները մեկը մյուսին։ Մասնաճյուղ, հերթափող, հա, այսինքն պետք է համակարգը իմանա, որ օրինակ այս տվյալները վերաբերում են այս մասնաճյուղին։ Դա նշանակում է կապել իրար տվյալները։ Ինքը պետք է իմանա, որ այս աշխատակիցները, հա, կոնկրետ գտնվում են այս հաստիկների վրա։ Այդ ամեն ինչը ենթադրում է եւ metadata եւ տվյալների ինդեքսավորում եւ իրար հետ կապում։ Կստացի ավելի բան ասեմ, հենց այս գործն էլ կարա AI-ը անի։ Այսինքն դու քո տվյալները տաս ասես, օրինակ, այս տվյալն, այս տվյալն, այս տվյալը մի հատ իրար հետ կապի։ Ինքը կարողանում է դա կապի։ Այսինքն ստեղծի նոր dataset, նոր տվյալների բազա, որի մեջ արդեն իրանք փոխկապակցված են իրար հետ։ Երկրորդը դա accessible-ն է, այսինքն հասանելիությունը տվյալների։ Երբ որ համապատասխան աշխատակիցը կարողանում է այն տվյալը, որը որ ինքը ավտորիզացված է տեղեկատվությունը վերցնի, կարող է վերցնի։ Օրինակ հիմա շատ կազմակերպություններ, օրինակ որոշ էական տվյալ լցնում են բանի մեջ, ու ասում են ժողովուրդ մեր ոնց որ HR tool-ն է, այսի գործիքն է։ Ինչ հարց ունեք HR, ասենք, իմ արձակուրդայինների վերաբերյալ, չգիտեմ, եւ այնի վերաբերյալ, այդ մանին տվեք, այդ AI-ին տվեք, հա։ Բայց դու այդտեղ լցնում ես ընդհանրեն ընթացակարգերը։ Որովհետև դու չես կարող այդտեղ լցնես, օրինակ, խաչիկի, հա, արձակուրդայինների տվյալները, որովհետև կողքի աշխատակիցը հանկարծ հարց տվեց, իսկ խաչիկը ինչքան արձակուրդ ունի, ինչքան նա օգտագործը, ինքն էլ է այդ տվյալը ստանալու։ Հա, այսինքն դու չես կարող այնտեղ լցնել հաճախորդների քո աշխատակիցների մասին տվյալներ, որովհետև այդ տվյալներին բոլորն են դոստուպ ունենալու։ Իսկ ավտորիզացիան հենց այն է, երբ որ դու կարողանում ես ճիշտ մարդուն ճիշտ տվյալի դոստուպ տաս, որ ինքը չկարողանա այն տվյալը, որը որ իրան չպետք է հասանելի լինի, ինքը չկարողանա այդ տվյալը օգտագործել։ Interoperable, հա, այսինքն ինտեգրացիայի հարցերի լուծում։ Հնարավոր լինի ճիշտ վերիֆիկացիա անել տվյալների, հա,
ճիշտ վերիֆիկացիա անել, ով իրավունք ունի այդ տվյալների հասանելիություն ունենալ եւ այլն եւ այլն։ Եվ reusable տվյալները պետքա կարողանալ անընդհատ օգտագործել։ Սա ինչ է նշանակում, որովհետեւ տվյալների մեծամասնությունը իրենք ժամանակի ընթացքում կորում են։ Այսինքն նույն այդ HDM-ների ինֆորմացիան, որ այդ սարքերի վրա կա, սահմանափակ հիշողություն ունեն, չէ՞, այդ սարքերը։ Այսինքն ինչ-որ մի պերիոդում այդ բաները ինֆորմացիաները ջնջվում են նորնագրվում։ Այսինքն եթե դու չես կարողանում այդ տվյալները արտահանել, պահել ինչ-որ մի տեղ, որ ինքը չջնջվի, նշանակում է քո տվյալները անցյալի անընդհատ կորցնելու ես դու։ Այսինքն սա գալիս ենք արդեն այն data lake-ի գաղափարին, որ դու պետք է ունենաս ինչ-որ մի տեղ, որտեղ որ քո տվյալները հավաքես եւ լցնես մի տեղ։ Հաջորդ 20%-ը, հա, այսինքն խնդիրների, դա նույն այդ տեխնոլոգիաներն են։ Հա, այսինքն ինչ գործիքներ օգտագործել, սրա մասին Հայկն էլ խոսեց, կոնկրետ ինչ գործիքներ, ChatGPT-ը, չգիտեմ ինչ է եւ այլն, որ գործիքներն են ճիշտ։ Եվ ինչ անել, խոշոր կազմակերպությունների համար է սա իրականում հարց, փոքրերի համար այդքան էլ չէ, քո սեփական գործիքը ստեղծել, թե վերցնել, օգտագործել այն ինչ որ առաջարկում են քեզ։ Հիմա իրականում սեփական AI ստեղծելը այդ նույն բանը չի, ինչ որ, ասենք 2-3 տարի առաջ էր։ Այսինքն 2-3 տարի առաջ ասում են քո սեփական AI, քեզ միլիոնավոր դոլարներ է պետք, որպեսզի քո սեփական AI ունենաս, հա հիմա տենց չի։ Հիմա կան open source մոդելներ, որոնք որ շատ քիչ են զիջում արդեն նույն այդ ChatGPT-ներից, Claude-ներին եւ այլն, հա, այսինքն այդ մոդելները արդեն open source մոդելների եւ այդ վճարովի մոդելների տարբերությունը իրենց կարողությունների գնահատականորեն կրճատվում է։ Օրինակ ես հիմա իմ համակարգչի մեջ ունեմ իմ սեփական AI-ը գցած ու սովորական Mac համակարգիչը, հա, որ պատկերացնեք։ Ճիշտ է, ինքը այն մոդելները չի, որը որ ես կարողանում եմ օգտագործեմ վճարովի տարբերակով, հա, բայց երբ որ ես ինքնաթիռով թռնում եմ, ես հանգիստ կարողանում եմ աշխատեմ այդ մոդելների հետ, հա, իրենց հարց տալ, պատասխան ստանալ լրիվ օֆլայն տարբերակով։ Այսինքն այդ մոդելը իմ համակարգչի վրա ինքը մոտավորապես աշխատում է ChatGPT 3.5-ի մակարդակով, բայց դա իմ համակարգչի հզորության մեղքն է, հա։ Եթե ես ավելի հզոր համակարգիչ ունենայի, ավելի լավ մոդել կդնայի իմ համակարգչի վրա եւ ավելի լավ կաշխատ, ավելի դժվար հարցերի կարողանար պատասխանել, հա։ Այսինքն ցանկացած մարդ հիմա կարող է իր սեփական հեռախոսի մեջ ունենա արդեն իր AI-ը, որը որ լրիվ օֆլայն առանց ինտերնետի կարող է աշխատել։ Այսինքն դա էլ է արդեն դառնում հնարավոր։ Հիմա ոնց լուծել են մյուս 70%-ի հարցը։ Ոնց լուծել են մյուս 70%-ի հարցը, այսինքն մարդկային գործոնի հարցը, որը որ խանգարում է AI-ի ներդրմանը եւ AI պիլոտների իրականացմանը։ Իրականում, եթե մենք նայում ենք աշխատակիցների պատրաստակամությանը AI աշխատելու, շատ մեծ է։ Հա, այսինքն ամենակարևոր ֆակտորը այն է, որ աշխատակիցը հասկանա, որ AI գործիքները իրենք գալիս են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ գալիս են մարդուն ավելի հզորացնելու։ Բայց սա պատմության կեսն է։ Իսկապես AI գործիքները կարող են մարդուն փոխարինել, բայց AI գործիքները փոխարինել այն մարդուն, ով որ AI չի օգտագործում։ Ու այս տեսանկյունից այն աշխատակիցներ, ովքեր որ հետ են մնում AI գործիքների օգտագործումից, հա, իրականում այդ աշխատակիցներն են փոխվելու։ Ու միջայլոց Ամերիկայում սկսել են արմիությունները պայքարել AI-ի դեմ, հա, այսինքն բաներ են կազմում, ասես պետիցիաներ են կազմում, հայտարարություններ, որով որ բան են անում, հայտարարել արգելել AI-ի ներդրումը տարբեր ոլորտներում բնագավառում եւ այլն, հա, ու իսկապես դրա դեմ պայքար է գնում, հա, որովհետեւ մարդիկ վախենում են, որ AI-ը այս կամ այն կերպ կփոխարինի իրենց։ Բայց պետքա բիզնեսում մենք միշտ մեր աշխատակիցների մեր թիմերի հետ խոսենք, որ AI-ը դա ոչ թե գալիս է իրենց գործից զրկելու, այլ ընդհակառակը իրենց գործը ուժեղացնելու։ Օրինակ բերեմ, իմ ընկերը ունի IT կամպանիա,
եւ outsource անում դրսի կազմակերպությունների վրա։ Եվ երբ որ այս ChatGPT հայտնվեցին եւ այլ, բոլոր իր բաները, կլիենտները պահանջեցին գների իջեցում։ Հա, ասեցին, տեսեք, արդեն վсё, մենք տեսնում ենք, որ ծրագրավորման բնագավառում դա էականորեն էժանանում է, ծրագրավորող ունենալը, կարաս դա ագենտներով անես, եւ ինչ իրականում ընտրություն ուներ, չէ՞, իմ ընկերը, իր ընտրություններ աշխատակիցների քանակը կրճատել, գինը իջեցնել։ Ինքը նախընտրեց այլ ճանապարհ, ինքը ասեց, գինը չենք իջեցնում, բայց մենք երկու անգամ ավել ձեզ ծավալ ենք տալիս ծրագրավորման, քան նախկինում։ Այսինքն դրանով ինքը կարողացավ կրկնակի ավելացնել իր աշխատակիցների արտադրողականությունը, AI գործիքներ ներդնելով իր աշխատակիցների համար։ Այսինքն այստեղ հարցը այն է, որ աշխատակիցը պետք է գիտակցի, որ ինքը ավելի արդյունավետ է դառնալու, ոչ թե իրան փոխարինելու են։ Եվս մի խնդիր, որի մասին ես նշեցի, դա ավտոմատացումն է։ Այսինքն բիզնեսները փորձում են AI-ով ավտոմատացնել ինչ-որ գործընթացներ, այլ ոչ թե AI-ով փոխարինել ամբողջ գործընթացը, այսինքն փոխել հենց բիզնես process-ը։ Այս վերջերս մի դեմո ենք կազմակերպել մեր կազմակերպություններից մեկի համար։ Ինչպես կարող է փոխվել քո ավտոմատացված բիզնես process-ը AI-ի օգտագործմամբ։ Բիզնեսները ունեն ինչ-որ CRM համակարգ, վաճառքի համակարգեր, չէ, որոնք ավտոմատացնում են այդ process-ը։ Եվ իրականում այնտեղ լիքը աշխատանք է պետք անել, մեջը ծավալներ, բաներով, ինֆորմացիա ներառել եւ այն եւ այն։ Հիմա կան գործիքներ, որոնք որ ավելացնում են այդ ամեն ինչի վրա մի հատ էլ AI։ Այսինքն դու կարաս նույն բանը անես AI-ով։ Բայց կան կազմակերպություններ արդեն, ովքեր որ ասում են այդ բաները ձեզ ընդհանրապես ընդպետ չի։ Հա, դու կարող ես հենց AI-ով անել դա։ Մի էսպիսի абսուրդային, շատ абսուրդային բան ասեմ, որը որ իրականում մի քանի տարուց կարա իրականություն դառնա, դա հաշվապահական ծրագրեր շատ շուտով ընդհանրապես կարող է պետք չլինի։ Այսինքն դու ունես տվյալների ինֆորմացիա, քո վաճառքի սարքը։ Այնտեղից տվյալներ են գեներացնում, հաշվապահները այդ տվյալները վերցնում են, չէ՞, ըստ դեբետ կրեդիտի են դասավորում, վերջում դուրս են գալիս ֆինանսական հաշվետվության։ Եվ դրա համար օգտագործում են ավտոմատացված գործիքներ։ Իսկ հա պատկերացրեք AI-ը անմիջականորեն կպնում է այդ քո սարքին, HDMI, եւ ինքն է այդ ամբողջ դեբետ կրեդիտները եւ ինչը անում, եւ վերջում կես տալիս ինֆորմացիա առանց այդ արանքի ավտոմատացման ծրագրի, հաշվապահական ծրագրի։ Այստեղ ով է պետք, այստեղ պետք է AI օգտագործող հաշվապահ, ով որ կարողանում է այդ ամեն ինչը կազմակերպի։ Այսինքն ստեղ խոսքը գնում է ոչ թե ավտոմատացման մասին, այլ ամբողջական բիզնես process-ի փոփոխության մասին։ Խոսեցինք դիսկոմֆորտի մասին, հա, եւ ամենակարևորը վերջի կետը դա պետքա հենց իրենք stakeholder-ները, այսինքն ովքեր որ կիրառել են այդ AI-ը, իրանք այդ գնեն այդ ամեն ինչ, հա, այսինքն իրանք այդ ամեն ինչի տերը դառնան, սեփականատերը դառնան օգտագործման։ Դա իրականում այնքան էլ դժվար չի, քան մենք կարծում ենք, որովհետեւ արդեն իսկ մարդիկ պատրաստ են AI-ին։ Այնքան AI են լսում, որ արդեն իրենք էլ հասկանում են, որ առանց AI-ի հնարավոր չի այսօր, դրա համար պատրաստ են իրանք փոփոխության։ Եվ ինչ արդյունքներ ոնց պետքա չափենք AI-ի արդյունավետությունը գործիքներով, հա, ինչ։ Այսինքն հիմնական ֆոկուսը պետքա չլինի այս ինչ բանը դրեցինք, այստեղ AI-ն օգտագործում, այս մի գործիքն են կիրառում, հա, այլ պետքա լինի գնահատելի արդյունքները, այսինքն KPI-ները։ Որն է վերջնական արդյունքը, որը որ մենք ստացել ենք։ Ոնց է մեր կազմակերպության շահութաբերությունը դա ավելացրել։ Արդյոք մենք կարող ասենք գեներացնել վաճառքներ այդ գործիքների կիրառումներից։ Արդյոք մենք կարողացել ենք արդյունավետություն բարձրացնենք, էկոնոմիա անենք այս կամ այն բնագավառում այդ գործիքների կիրառից։ Այսինքն պետքա չլինի բինարնի, օգտագործում ենք, չենք օգտագործում։ Հա, հիմա որ բիզնեսների մեծամասնության հարցնես, օրինակ ինչ-որ մի բան ավտոմատացրեցիր կամ AI ինչ-որ միտեղ դրեցիր, ոնց ազդեց դա քո բիզնեսի վրա։ Մեծամասնությունը չի կարողանա պատասխանի։
կասի դե օգտագործում ենք, ունենք AI, այսինքն ցուցանիշը է դա, ունենք կամ չունենք։ Ունենք լավը, չունենք, իսկ Հայկն է նշեց, հա, եթե դու AI-ը ներդնում ես, օգտագործում ես քաոսի վրա, դու քաոսացված ավտոմատացում AI ես ստանում։ Արդեն կազմակերպությունների 88%-ը էքսպերիմենտներ են անում AI-ների հետ եւ փորձում են այդ դնել իրենց բիզնես process-ների մեջ։ Դա շատ մեծ թիվ է եւ շատ մեծ ցուցանիշ է։ Սա գլոբալ հետազոտություն է, հա, որը արվել է, եւ կազմակերպությունների 39%-ը արդեն իսկ ասում են, որ դա արդեն ազդում է իրենց եկամտաբերության վրա։ Հիմա ձեր բիզնեսի հարցը տվեք, դուք այս առաջի կտորում եք, թե երկրորդ կտորում։ Այսօր այսքանն է ուզում ձեզ համար պատմեի, հա, իրականում մի կազմակերպությունում նմանատիպ տրեյնինգ է իրականացնում եւ վերջում աշխատակիցների մեծամասնությունը վախեցած էին, ասում ինչից եք տենց էլի, ասենք ակնհայտ զգում ես դեմքից, որ այս մարդը վախեցած է, էլի, սենց բանի մեջ է, ֆրուստրացիայի մեջ է, էլի։ Ասում դե ինչից ես էլի, տենց ինչից եք տենց բան եղել, էլի, վախեցել։ Ասում բա որ էս ինչ որ պատմում եք, մեր մրցակիցները անեն, մեր հալը ինչ է լինելու։ Հա, այսինքն իրանք ոչ թե վախեցել էին, որ այս AI-ը փոխելու իրանց կյանքը, իրանք վախեցել են, որ մրցակիցները իրենցից ավելի շուտ անեն դա։ Հա, դրա համար էլ մենք օգնում ենք ձեզ, որպեսզի դուք առաջինը լինեք, ոչ թե ձեր մրցակիցները, այդ գործընթացներում, հա, այսօրվա խոսնակների մեծամասնությունը հենց այն մարդիկ են, որոնք որ կարող են ձեզ օգնել այդ գործընթացները կազմակերպել ստրատեգիայի ներդրման ուղղությամբ, հա, ռեմը այստեղ խոսա արդեն կոնկրետ գործիքների կիրառման մասով, հա, այսինքն Հայկը խոսեց նաև բաների, հա, process-ների ներդրման մասին այդ AI գործիքները process-ներում, հա։ Եթե դուք չկաք այս ցուցակում, ձեր մրցակիցները իմացեք կան հաստատ։ Շնորհակալություն։